Ապրել սեփական ու կերտած կերպարների կյանքը իրականում բարդ է, բայց ոչ իմ այսօրվա հյուրի համար։ Այսօր մշակութային հայացքը սևեռել ենք թատերական աշխարհի վրա, որովհետև իմ հյուրը դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն է։ Բարև ձեզ, Թեհմինե։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Յուրա ջան։ Ուզում եմ գանք մի քիչ ամենասկզբից, ինչպես ստացվեց ձեր մուտքը դեպի թատերական աշխարհ, երբ հասկացաք, որ սա կենսուղի պիտի դառնա ձեզ համար։ Շատ լավ հարց է ու իմ սիրած հարցերից մեկն է իմիջիայլոց, հենց շատ լավ է, որ սենց սկսեցինք, որովհետև շատ պատահաբար եմ ես հայտնվել այս աշխարհում։ Իմ ընդհանուր գերդաստանում բացարձակ ոչ միայն թատրոնի, այլ արվեստի հետ կապ ունեցող մեկը չկա։ Ես առաջինն եմ ու դեռ միակը։ Չգիտեմ ինձնից հետո իմ երեխաները կշարունակեն թե չէ, բայց մերոնք ավելի շատ մաթեմատիկա, գիտությունների, կողմնակից, պոլիտեխնիկական ինստիտուտ եւ այլն եւ այլն։ Երբ որ ես որոշեցի դառնալ դերասանուհի, շատ պատահաբար ստացվեց, որովհետև կոնկրետ դերասանուհի չէի ուզում, ավելի շուտ ուզում էի, որ մենք գոլեգաներ լինենք, ուզում էի ժուրնալիստիկա, հեռուստատեսություն, այո, ժուրնալիստիկա եւ այլն, բայց ստացվեց այնպես, որ ես հայտնվեցի դեռ դպրոցական տարիներին Հայֆիլմ կինոդերասանի ստուդիայում, որտեղ նաեւ պատրաստում էին դերասաններ, հաղորդավարներ, դերասաններ եւ այլն եւ այլն։ Ու այդտեղ հասկացա, որ չէ, ես ավելի շուտ կգնամ թատրոն, որից հետո գնացի արդեն թատերական ինստիտուտ ու ում կուրս, ով էր այդ երջանիկը։ Սա էլ է շատ լավ պատմություն, որովհետև շատ երկար պատմություն է, ես փորձեմ շատ հակիրճ պատմել։ Տեղի ունեցավ այդ ամեն ինչը 2001 թվականին, 2001 թվականներ, ես երբ որ դիմում էի թատերական ինստիտուտ, կար 5 կուրսեր հավաքվում ու 5 թատրոնի գեղարվեստական ղեկավար հավաքում էր իր թատրոնի համար կուրս։ Ես նաև դիմեցի հենց հայկական կուրս, որովհետև երբ որ տեսա ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր մեծահոգի, լուսահոգի ավելի ճիշտ Ալեքսանդր Սամսոնիչը կուրսը հավաքում, մտածեցի բոլորը ռուս կլինեն ու ես կվախենամ իրանց հետ սովորել, որովհետև ինչքան էլ որ ես տիրապետում էի լեզվին, իմ մայրենի լեզուն հայերենն է, ու այդպես դիմեցի Վահե Սուրենիչի լուսահոգի, էլի Վահե Սուրենիչի կուրս, բայց քանի որ այնտեղ շատ էր կոնկուրսը, ինձ ընթացքում, քանի որ նրանք բոլորը միասին էին ընդունում, ինձ ընթացքում նկատեց Ալեքսանդր Սամսոնիչը ու առաջարկեց իր կուրս գնալ։ Ես սկզբից բնականաբար վախեցա ու մտածում էի մերժել, հետո նա ասեց, որ Վահե Սուրենիչը ասեց, որ իմ կուրսը արդեն լրացած է, այսինքն քանակ գոյություն ունի։ Այո։ Եվ այդ քանակը լրացած է։ Եթե դու ուզում ես այս աշխարհում հայտնվես, դա Վահե Շահվերդյանի այն լեգենդար կուրսն էր։ Այո, այո, մենք միասին ենք ընդունվել, միասին սովորել, շատ մտերիմ ենք եղել ու մինչև հիմա էլ այդ կուրսի հետ մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք։ Ու ասեց, որ ավելի լավ է, եթե ուզում ես մնաս այս աշխարհում, բնականաբար պիտի գնաս այնտեղ, որովհետև ինձ մոտ տեղ չկա։ Այլևս տեղ չկա։ Բայց շատ լավ կանես, որ գնաս, որովհետև դու պիտանի մարդ ես այս աշխարհին։ Ես որոշեցի գնալ։ Գնացի ու չգիտեմ, դա երևի իմ լավագույն որոշումներից մեկն էր, որ ես հայտնվեցի հենց Ալեքսանդր Սամսոնիչ Գրիգորյանի կուրսում, իր արվեստանոցում, ավարտեցի, դեռ չավարտած արդեն թատրոնում աշխատում էինք, շատ մեծ չհնչի, բայց ես իր սիրած ուսանողներից մեկն եմ եղել ու մինչև վերջին տարիներն էլ ինքը ինձ անընդհատ սիրում էր, ասում էր, որ շատ է սիրում, գովում էր, հպարտանում էր ինձնով, վստահում էր։ Ո՞րն էր առաջին դերը, որ թատրոնում վստահվեց ձեզ։ Առաջին դերը դա խանումա ներկայացման մեջ Տեկլեի կերպարներ, շատ ինձ համար բարդ կերպար էր, որովհետև ինքը տարիքային էր։ Այսինքն ես միշտ եմ խաղացել իմ տարիքից մեծ կերպարներ, այդպես է ստացվել, նաև կուրսում, երբ որ կուրսային աշխատանքներ էինք անում, տարիքով մեծ կերպարները դա ինձ էր տրվում, ես անգամ չէի կասկածում, որ կարող է ինչ-որ ուրիշ մեկին տան այդ դերերը, բայց իմն էր։ Բայց երբ որ թատրոնում այդ ամեն ինչը տեղի ունեցավ, մի տեսակ զարմացա ու
այդ դերը ասեմ հիմա, որ միջև հիմա ես խաղում եմ հենց այդ դերը։ Ու երբեք այս վերջերս տենց հումորային մի հատ ֆրազա արեցի, ասում եմ երբեք չէի մտածի, որ ես այս դերով կծերանամ։ Ես հիմա հասել եմ այն տարիքին, որը խաղում էի 20 տարի առաջ։ Դա իմ առաջին դերն էր, մեծ դերը, որովհետև երբ դու ուսանող ես ու նոր ես ներմուծվում թատրոն, քեզ վստահում են եւ մասսայական տեսարանների կերպարներ, հա, եւ մանկական ներկայացումներում, բայց որպես այդպիսին մեծ առաջին իմ դերակատարումը եղել է Խանումայում Տեկլեի կերպարը։ Տեխնիկա, երբ որ հեռուստատեսությունում հաղորդում է, օրինակ 6 ամիս արդեն եթերում է, ինքն արդեն իր ուղեցրում է, գնում է, բոլորը գիտեն ինչ պիտի անեն այդ հաղորդման շրջանակներում։ Դերասանի կյանքում ոնց է, տեսեք, արդեն 20 տարի խաղում եք այդ կերպարը։ Կերպարը ինչպես է դրվում այդ ուղեցրի վրա։ Տեսեք, ես ասեմ, որ ներկայացումները նույնպես ծերանալու հատկություն ունեն եւ ոչ միայն քո կերպարն է ծերանում, ես փոխաբերական իմաստով եմ ասում ծերանալու։ Դա հանդիսատեսից է գալիս։ Բայց մեր հենց կոնկրետ այդ ներկայացումը Խանուման ինքը շատ մեծ վաճառք ունի ու պահանջարկ ունի, դրա համար ինքը ռեպերտուարից դուրս չի գալիս, ես կարծում եմ դեռ մի 10 տարի էլ դեռ դուրս չի գա։ Ին կերպարը, գիտեք, ընթացքում ես միջև հիմա անկեղծ եմ ասում, կարող այդ ներկայացումը խաղալուց գտնեմ ինչ-որ մի բան ու ասեմ ոնց ես չէի մտածել, որ այս տեսանում կարելի է այս ռեակցիան տալ։ Այսինքն ինքը քեզ հետ անընդհատ բացվում է։ Ինքը քեզ հետ ապրում է ու կապ չունի 5 տարի, 10 տարի, 20 տարի։ Եթե ընդհանուր ներկայացումը չի ծերացել ու որոշում չի կայացվում ռեպերտուարից անել, քո կերպարը ապրում է, զարգանում է, լինի 20 տարի, 10 տարի, թե 30։ Դերասանի համար շատ կարևոր է համբերությունն ու համբերատարությունը։ Ինչպես եք եկել դրան, ինչպես եք սովորել համբերել։ Սովորել եք։ Դեռ ճանապարհին եմ, չեմ կարող ասել, որ սովորել եմ։ Սովորել եմ ցույց չտալ։ Անհամբերությունը։ Դա միանշանակ սովորել եմ, բան չեմ կարող ասել, բայց այն որ քո մեջ չէ, դեռ չես կարողանում քեզ զսպել կամ ինչ որ արտահայտություններ անել, համբերությունը իրոք շատ կարևոր բան է մեր մասնագիտության մեջ, որովհետև պահեր են լինում, երբ դու կարող է քեզ մոտ որպես դերասան լինի պաուզա, հա, մոտ երկու ներկայացման դերաբաշխման մեջ քո անունը չտեսնես եւ այլն եւ այլն։ Շատ կարեւոր է, որ դու այդ պահին հանկարծ ինչ որ բռնկուն որոշումներ չկայացնես թատրոնից հեռանալու, ինչու ինձ չեք զբաղացնում եւ այլն եւ այլն։ Իմ կյանքում, ստեղծագործական կյանքում բավականին այդպիսի տեսարաններ եւ էտապներ եղել են։ Բայց ես սովորել եմ ցույց չտալ, իհարկե միջև հիմա տառապում եմ, երբ տեսնում եմ իմ անունը չի լինում դերաբաշխման մեջ, որովհետև ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, շատ ուզում եմ անընդհատ զբաղված լինել։ Ուղղակի խնդիրը մեր նրանում է, որ դու զգում ես, որ դու մեծանում ես, քեզնից հետո հիանալի սերունդ է գալիս, հիանալի։ Ու տեսնում ես, որ իրանք ինչ պատրաստակամությամբ են գալիս ու դու գիտես, որ դու քո ժամանակը գնալով կարճանում է բեմում։ Դա իհարկե դերասանի համար շատ ցավոտ թեմա է։ Ու այդ թեման, այդ ամեն ինչը հաղթահարելու համար իհարկե պետք է համբերություն։ Տեսեք, ես շատ եմ առնչվում դերասանների հետ գործի բերումով եւ շատ հաճախ նկատում եմ, որ ներկայացումից առաջ իրենք լռում են։ Պարզապես լռում են։ Բայց նաեւ չեմ կարող չփաստել, որ դուք ըստ իս չեք պատկանում այդ դերասանների շարքին, որովհետև դուք շատ կենսախինդ եք եւ որքանով հասցրել եմ ձեզ կուլիսներում տեսնել, դուք միշտ ուրախ եք, միշտ շփվում եք բոլորի հետ։ Ինչու են մնացածը լռում, ինչու Թեհմինե Խաչատրյանը այդքան կենսախինդ է բեմ մտնելուց առաջ։ Դա ինձ տոնուս է տալիս։ Իրականում, այո, եթե ես նստեմ ու լռեմ, ես շատ ավելի վատ կարող եմ խաղալ ներկայացումը, քան երբ որ ես ինքս ինձ տրամադրում եմ, բարձրացնում եմ իմ էներգիան, հա, ինչու՞ չէ նաև հորմոնալ ֆոնն է իմ ակտիվանում ու երբ որ դու արդեն բոցկլ տալով մտնում ես բեմ, կապ չունի ինչ ես խաղում։ Արդեն իսկ լինում են, ես ասում եմ, ես արել եմ էքսպերիմենտներ, լռել եմ նաև,
որովհետև դուք առաջին մարդը չեք, ով ինձ այդ մասին ասում է։ Լռել եմ ու զգացել եմ, որ չէ, ես մտնում եմ բեմ ու լռում եմ։ Ես տեքստ եմ ասում, ես անում եմ այն ինչ որ ռեժիսորն ասել, բայց ես ինքս իմ մեջ զգում եմ, որ ես լուռ եմ։ Չէ, այտենց չի կարելի։ Ես ինքս ինձ պիտի։ Մենք ունեինք դերասաններ, ովքեր նաև մարմնամարզություն էին անում բեմ մտնելուց առաջ, շատ լուրջ, վազում էին թատրոնով մեկ, այսինքն իրանք իրենց արհեստականորեն տրամադրում են ու հա, արդեն մտնում վարված բեմ։ Բայց նաև մենք հանդիպել ենք կուլիսներում, երբ որ դուք ծայրահեղ վատարող չէիք եւ պետք է մանկական ներկայացում խաղայիք։ Իմ մտքում դա դաջվել է, որովհետև դերասանը, ով 40 աստիճան ջերմություն ունի, ջերմում է, պիտի մտնի ու մուկ խաղա, եթե չեմ սխալվում։ Դոննա մուկ։ Այո, պետք է մուկ խաղա եւ այդ էներգիան տա երեխաներին, որովհետև ամեն դեպքում երեխաներին խաբելը մի քիչ դժվար է։ Սա ինչպես է հաղթահարում այն թեհմինեն, որը հիվանդ է եւ այն թեհմինեն, որը մուկ է խաղում, իրենք ի վերջո նույն մարդն են։ Ինչպես է տարանջատումը լինում։ Բեմը ինքը բուժում է ու ոչ միայն այն առումով, որ դու ջերմություն ունես, ջերմում ես եւ այլն, նաեւ ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեպես է քեզ բուժում։ Ու երբ որ ես կարող եմ դուրս գալ կուլիսներ եւ 40 աստիճանը զգալ իմ մարմնի վրա, թուլանալ, ընկնել, ինձ ուշքի բերեն կամ ասենք թեյ խմեմ եւ այլն, բայց այդ ընթացքը, երբ որ դու բեմում ես, անբացատրելի երևույթ է։ Դու դա չես զգում։ Բացարձակ չես զգում, ոնց է դա տեղի ունենում։ Կարող ես ոտքդ կարող է ցավել, հա? Կյանքում շատ ծանր ցավ ունենաս ոտքի։ Չկարողանաս քայլել։ Մտնում ես բեմ, դու դա չես զգում։ Դու քայլում ես, ոնց որ դու ես քայլում։ Այսինքն ինքը իրոք այդ մոգական ուժ ունի բեմը։ Ես երբեք չեմ զգացել, որ ես 40 աշան ջերմությունով ներկայացում եմ խաղում։ Հենց վարակույրը փակվել է, ես նստել եմ բեմում, թուլացած, բայց այդ ընթացքում երբեք չեմ զգացել։ Դե մինը մեր մասնագիտությունը մեկ այլ կողմից էլ է պետք դիտարկել։ Տեսեք, դուք մենք երբ որ դահլիճում ենք, երբ որ բեմում ենք, մենք այլ էներգետիկա ենք տալիս, մի քիչ ավելի մեծ ենք տալիս, քան պետք է, բայց մեր մասնագիտությունը ունի նաև երկրորդ կողմ, տեսախցիկը, որին պետք է մի քիչ ավելի քիչ տալ, որի հետ պետք է այլ կերպով աշխատել։ Թատրոնից կինո անցումը ինչպես եղավ ձեզ մոտ։ Շատ բարդ, որովհետև ոնց դուք եք ասում, ես երբ որ սկսեցի նկարահանվել տարբեր ֆիլմերում, սերիալներում, ինձ անընդհատ ռեժիսորները ասում էին, որ թատրոնում չես։ Դու թատրոնում չես։ Դա բնականաբար ժամանակի եւ փորձի հարց է, որ գալիս է մի պահ, երբ որ դու արդեն զգում ես, ոնց պիտի աշխատես նաեւ տեսախցիկի հետ, թատրոն չի, որովհետեւ հանդիսատեսը հենց քեզ մի անգամից է տեսնում, չես կարող, ես շատ բարձր էի խոսում։ Իհարկե մեր ձայնային հնչյունային ռեժիսորները շատ էին ինձ կովում, որովհետև լավ լսվում էի, ես մնացած դերասաններին անդադ ասում էին բարձր խոսեք։ Ես լավ լսվում էի, բայց երբ որ տեմբրը արդեն բարձրանում է, դա լրիվ ուրիշ խաղ է դառնում բնականաբար։ Ու այդ ամեն ինչը բարդ էր իհարկե, ես ասեմ տարիների ընթացքում ես եկա այդ ամեն ինչին։ Գուցե ինձնից էր, որ տարիներ տևեց, մարդիկ կան գուցե ամիս կամ կես տարվա մեջ կարողանում են հասնել այդ արդյունքի, բայց ինձ մոտ հա բավականին դժվար տրվեց։ Հիմա ես շատ հանգիստ կարողանում եմ զգալ եւ տեսախցիկը, եւ տեմբրը ձայնային, եւ որ պահին ուր պիտի թեքվեմ կամ որ կողմ պիտի թեքվեմ, այդ ամեն ինչ արդեն հմտություններ են, որը տարիների ընթացքում տրվեց։ Չեմ վախենա փաստել, որ այսօր դուք բավական պահանջարկ վայելող դերասանուհի եք եւ թատրոնում եւ կինոյում։ Բայց ի վերջո Թեմինե Խաչատրյան մարդու համար որն է ավելի հոգեհարազատ եւ ինչու։ Միանշանակ թատրոնը։ Միանշանակ։ Թատրոնը դա անբացատրելի սեր է իմ սերը թատրոնի հանդեպ։ Ես գուցե շատ են հիմա ինձ շատ կոպիտ ասած թերահավատորեն մոտենում իմ այդ սիրուն, որովհետև ես անընդհատ եմ դա ասում։
ու ես իրոք շատ եմ սիրում թատրոնը։ Թատրոնում ես ապրում եմ, թատրոնում ես լիցքավորվում եմ, թատրոնում ես անում եմ այն, ինչը կյանքում ինձ չեմ կարող թույլ տալ։ Թատրոնում ես ունեմ հնարավորություն բացելու իմ ամբողջ բոլոր էմոցիաները։ Իսկ կյանքում մենք ինչպես ենք, չէ՞, փակ, վայ, հանկարծ էսպես, հանկարծ այդպես, սա չլինի, նա չլինի, ես մայր եմ, ես ծնող եմ, իմ երեխան եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ թատրոնում դու ունես լիարժեք ազատություն, լիարժեք, որ վայելես այն ամենը, ինչը կյանքում չես կարողանում անել։ Ու հենց դա էլ ինձ պահում է թատրոնում ու միանշանակ թատրոնից այն կողմ, իհարկե եւ կինոն, եւ կրկնօրինակումը, եւ սերիալները ես համարում եմ իմ մասնագիտական ճյուղերից մեկը։ Այո, եւ շատ պրոֆեսիոնալ եմ մոտենում, բայց եթե հարց է դրվում թեկուզ աշխատանքային առումով թատրոնը, թե ֆիլմը կամ մեկ ուրիշ աշխատանք, բնականաբար ես գնում եմ դեպ թատրոնից։ Այսինքն թատրոնում է կարևորը, թատրոնում պիտի ես իմ գործերը ավարտեմ, նոր անցնեմ այդ երկրորդական իմ գործերին։ Դուք շատ սահուն մոտեցաք իմ հաջորդ հարցին, ուզում եմ խոսենք նաև ձայնի արվեստի մասին, որովհետև եթե թատրոնում կարելի է էմոցիա ցույց տալ, եթե կինոյում կարելի է մեկ հայացքով հասկացնել, կրկնօրինակման բաժնում ձայնով պետք է խաղանք։ Սա ինչպես է տեղի ունենում, ինչպես եք հասել այն փորձառությանը, որ ձեր ձայնով մարդը ճանաչի այն դրական կամ բացասական հերոսին, այն մուլտֆիլմի հերոսին, որին նայում է։ Այ, իմ շատ սիրում եմ ես իմ մասնագիտական այդ ճյուղը, նաև ես հայտնվել եմ կրկնօրինակման աշխարհում, սենց ասեմ, մոտ 12-13 տարի առաջ, ու բնականաբար շատ վատ վիճակում էի։ Երբ որ ինձ առաջին անգամ կանչեցին կրկնօրինակման, ես շատ վախեցա, մտածելով, որ գուցե չկարողանամ, անուններ չեմ ուզում տալ, բայց այն մարդը, ով ինձ կանչել էր, ասեց դու հայերեն կարդում ես, ասեցի շատ լավ, մտածելով, որ ես ռուսական թատրոնից եմ, գուցե չկարողանամ կարդալ, ասեցի շատ լավ եմ կարդում, ասեց բավական է։ Կրկնօրինակման համար շատ կարևոր է լավ կարդալ ու արագ սահուն հայերեն կարդալ։ Ասեցի լավ, կամ փորձեմ։ Երբ որ այդ ամեն ինչ առաջին անգամ տեղի ունեցավ ձայնագրությունը, ես հասկացա, որ չէ, սա իմն է, սա ես սրանով շատ լուրջ կզբաղվեմ ու որովհետև սիրեցի, միանգամից սիրեցի։ Ինչը չեմ կարող ասել նկարահանումների մասին։ Երբ որ դու շատ ես հանդիպում դժվարությունների, չէ, մի տեսակ չես ձգտում էլ նման process-ի մեջ մտնել։ Դա բնական է, կարծում եմ, հա, զոնայից չես կարողանում դուրս գալ։ Դրա համար ինձ համար սերիալում տեսախցիկի առաջ նկարահանումներ եւ այլն երկար տևեց։ Իսկ կրկնօրինակման ժամանակ շատ հեշտ։ Հետո հայտնվեցի մեր շատ սիրելի հեռուստաընկերությունում, հանրային հեռուստաընկերությունում եւ սկսվեց իմ տանջանքները։ Ճակերտներով, այո, որովհետև ես ինքս ինստիտուտում չեմ անցել հայերեն խոսք։ Մենք անցնում էինք ամեն ինչ ռուսերեն, որովհետև մենք ռուսական կուրս էինք ու ես չէի տիրապետում հայերեն ճիշտ գրագետ խոսքին։ Ու ինձ ընկա Մարինե Սահակյանի ձեռքը, ով միջև հիմա էլ ինձ տանջում է, բայց շատ շնորհակալ եմ իրան, անկեղծ շնորհակալ եմ, որովհետև ես հիմա ինչ ունեմ, ինչպես ես կարողանում եմ խոսել այդ կուլտուրան, դա իր շնորհիվ է։ Ճիշտ է, ինքն էլ ասում է, որ դա քո շնորհիվ է, որովհետև դու ինքդ ուզեցիր աշխատել քեզ վրա ու աշխատեցիր ու հասար, բայց ես կարծում եմ, որ իր այդ խստությունը կամ իր այդ մոտեցումը ինձ չլիներ, ես գուցե չհասնեի նման արդյունքի։ Կրկնօրինակման ամենաբարդ փուլերից մեկը, այո, դու ճիշտ նկատեցիր, որ խաղալն է ձայնով։ Այսինքն լինում են տեսարաններ, որ ես ինքս եմ խնդրում, որ նորից ձայնագրվեմ, որովհետև այն ինչ որ ես նոր արեցի, ինձ դուր չեկավ։ Ասում են չէ, լավ, ասում չէ։ Ես նորից կձայնագրվեմ, որովհետև ես զգում եմ, որ ես այնտեղ ուրիշ տեմբրով պիտի խոսեի, կամ պիտի ձայնս ցածրացնեի, կամ ավելի բարձրացնեի։ Եկեք նորից գրենք ու այդպես շարունակ հասնում ես նրան, mēs վերջերս մի ֆիլմ գրվեցինք, ձայնագրեցինք հայերեն տարբերակը,
հնչյունային ռեժիսորը ասաց, որ ամբողջ ֆիլմը խաղացիր։ Բրավո քեզ։ Ինձ համար դա մեծ արդյունք էր, որովհետև ինքը իրոք շատ դժվար է եւ շատ պրոֆեսիոնալ տաղանդավոր դերասաններ չեն կարողանում այդ ամեն ինչի միջով անցնել։ Ես ուզում եմ նաև խոսենք ռեժիսորների հետ հարաբերությունների մասին, որովհետև եթե թատրոնում օրինակ ռեժիսորը կարող է 6 ամիս պահանջել, հղկել, նորից պահանջել, ֆիլմում դա այդպես չի։ Ֆիլմում դերասանը այո, ես կարող եմ ասել, որ տանջվում է, որովհետև դուբլ խաղալը ամեն դեպքում բարդ բան է։ Ինչպես եք հարաբերվում ռեժիսորների հետ այս պարագայում։ Յուրա ջան, գիտեք, ես կոնֆլիկտային մարդ չեմ, ընդհանուր առմամբ։ Գիտեք, շատ լավ գիտեք։ Կոնֆլիկտային մարդ չեմ ու ինչպես ժողովրդի լեզվով ասած, լեզու եմ գտնում բոլորի հետ, բոլորի։ Լինի դա խիստ ռեժիսոր, լինի դա պահանջող ռեժիսոր, թե գուցե իր գործից շատ քիչ հասկացող սկսնակ ռեժիսոր։ Դժվարը այն պահը, երբ որ դուք չեք հասկանում իրար։ Այո, շատ ժամանակ ես ինքս որպես դերասանուհի զիջել եմ ռեժիսորին, հասկանալով դեմ եմ գնացել ինձ, արել եմ այն, ինչ որ ռեժիսորն է պահանջել, բայց արդյունքում վերջում արդեն ինքը արդյունք տեսնելով, ինքը բնականաբար ասում էր, որ չէ, կարող է եւ դու ես ճիշտ, պիտի այնպես խաղայիր, ոնց ուզում էիր, ոնց դու զգում էիր, դա շատ ավելի կարևոր է, երբ որ դու զգում ես մի այլ բան, ռեժիսորը զգում է ուրիշ բան, ուզում է քեզնից ուրիշ բան, դու չես կարող, չէ, ասել, որ բայց այս կերպարը 2 րոպե առաջ ասենք տարապում էր։ Թեմին է, ձեր ծնողները նշեցիք, որ գիտության ոլորտից են եղել, ձեր ընտանիքը գիտության ոլորտից է եղել եւ բնականաբար գիտության ոլորտում զբաղվածությունն այնքան շատ չէ, ինչքան թատրոնում, կինոյում, կրկնօրինակման ոլորտում։ Այսօր ձեր բալիկները, ձեր պակասը ինչպես են լրացնում։ Շատ վատ։ Ես երբեք չեմ ունեցել այդպիսի խնդիր, որովհետև մայրս երբ որ մենք արդեն այն տարիքում էինք, որ գիտակցում էինք, որ մաման գնում է աշխատանքի, պապան գնում է աշխատանքի, մամաս կայացրեց այդ որոշումը եւ դուրս եկավ աշխատանքից, որպեսզի լինի մեզ հետ, մենք 3 երեխա ենք, իմիջիայլոց 2 եղբայրներս էլի գիտության IT ոլորտում են աշխատում, նորից գնացին այտենց պապայի ուղիով ու ես մնացի այդպես ծաղիկ, տան ծաղիկը։ Հա, ու մամաս միշտ մեր կողքին ա եղել, միշտ, ինքը միշտ տանն ա եղել, միշտ մեզ հետ ա եղել, մեր խմբակները հասցրել ա, մենք մեր ժամանակով պիոներ պալատներ գոյություն ունեին, հա, այդպես խմբակներ չկար, որ ես չգնայի Գոբելենից սկսած մինչև մարմնամարզություն ես բոլոր խմբակները հաճախում էի։ Իմ երեխաները հիմա չեն կարողանում հաճախել ոչ միտեղ։ Ցավոք սրտի ես չեմ հասցնում նրանց այդ ամեն ինչը տալ։ Ինձ համար, երբ որ ասում են մամա, ես քեզ կարոտել եմ, շատ ցավոտ է, բայց նաև գտնում եմ, որ այդ տեսակով երեխաները շատ ավելի ինքնուրույն են մեծանում, շատ ավելի կայուն են լինում բնավորությունով եւ կարողանում են գոյատևել առանց ծնողների շատ ավելի հեշտ, քան մեր սերունդը, ով մամայով, տատիկով, պապիկով մեծացավ։ Հիմա իմ երեխաներին ինձ փոխարինում են տատիկները, տատիկը մասնավորապես ով նրանց մեծացրեց ու միջև հիմա նրանց հետ է նրանց պահումը, ես շատ հանգիստ կարող եմ առավոտյան տանից դուրս գալ ու վերադառնալ շատ ուշ, երբ նրանք արդեն քնած են, չմտածելով, որ իմ երեխաները սոված են, իմ երեխաները դաս չեն սովորել, ինչի համար իհարկե շատ շնորհակալ եմ տատիկին։ Փորձենք մեր զրույցը եզրափակել ամեն դեպքում թատրոնով։ Ձեր սերունդը բավականաչափ կայացած է եւ տալու բան ամեն դեպքում ունի երիտասարդներին։ Ասացիք, որ հրաշալի սերունդ է գալիս։ Ինչ եք տալիս իրենց եւ ինչ խորհուրդ եք տալիս մեր հեռուստադիտող երիտասարդներին, ովքեր գուցե պիտի շարունակեն ձեր ուղին։ Տեսեք, ես ինքս սովորել եմ շատ, երբ որ նոր մտանք թատրոն, երիտասարդ, դեռ տակավին երիտասարդ, նոր ինստիտուտը ավարտած, այդ սերունդներից,
բնականաբար նայում էինք, սովորում էինք, մեզ համար դրանք իրանք մեծություններ էին, մենք պարտադիր պիտի անպայման իրանց ներկայացումները բոլոր նայեինք ու մի քանի անգամ նայեինք եւ այլն եւ այլն։ Բայց մեզ այն ժամանակ, չգիտեմ դա ինչից էր, գուցե իրենց սերունդից էր գալիս, երբեք չէին ասում, որ դուք ապրեք, բավականին տաղանդավոր սերունդ եք, ապրեք, շնորհավորում ենք եւ այլն եւ այլն։ Ես այդ ամենի միջով անցնելով գտնում եմ, որ այդ ամեն ինչը պիտի ասվի երիտասարդներին, որ այո, եթե դու տաղանդավոր ես, եթե դու աշխատասեր ես, շատ ավելի կարևոր է մեր մասնագիտության մեջ, կարծում եմ, քան տաղանդը, որովհետեւ եթե տաղանդը չաշխատացնես, ինքը կմնա նույն գծի վրա ու դա արդեն անհետաքրքիր կլինի։ 1-2 նույնը երրորդ անգամ արդեն պահանջում ես ուրիշ բան։ Աշխատասեր եք եւ այլն երեխաներին, ուսանողներին, ովքեր հիմա մեզ հետ միասին նաեւ բեմում են լինում շատ հաճախ, ասում եմ ես, ապրեք, դուք շատ լավն եք, դուք կարողանում եք անել այն, ինչը մենք չէինք կարողանում անել, որովհետեւ մեզ այսպես գուցե ինչ որտեղ թերանում էինք, բան չունեմ ասելու, մեզ այսպես ոգևորող, ոգեշնչող չկար։ Ընդհակառակը հիանալի սերունդ է, հիանալի։ Ես ասեմ, որ ոչ միայն ես եմ իրենց սովորեցնում, ես ոչինչ չեմ անում իրենց ինչ որ բան սովորեցնելով։ Իրանք ուղղակի կարող են գալ նայել փորձերը, կարող են գալ նայել ներկայացումները եւ հետո մոտենալ, ասել, գիտեք, մենք մտածեցինք, որ դուք այսպես այս տեսարանը շատ, այսօր շատ այսպես անցավ, այսինքն իրանք իրանց նայելով սովորում են, բայց ես եմ իրենցից սովորում։ Ես միջև հիմա այդ ուսանողներից ինչ որ բաներ գողանում եմ, տեսնում եմ, վերցնում եմ ագահորեն, որովհետև այն ինչ որ իրանք են հիմա անում, ես ասում եմ 5 տարի հետո իրանք ինչ կանեն։ Ու ես ինքս ձգտում եմ հասնել այն թեկուս ֆիզիկական այն մակարդակին, որը որ հիմա իրանք են։ Ես շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որովհետև ես դեռ շատ երկար կարող էի քեզ հետ հավեսով զրուցել։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար ու երջանիկ, որ այսօր այստեղ էի։ Բեմական ու մարդկային անկեղծությունը հատուկ է իմ այսօրվա հյուրին։ Այսօր զրուցեցինք Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Թեղմինե Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։